Այս շաբաթ մարզական կանխատեսումների ոլորտում մասնագիտացած ամերիկյան Grace-Note ընկերությունը վերլուծություններ կատարել եւ հաշվել, թե որ երկիրը որքան մեդալ կնվաճի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։ Մարզական փորձագետների կարծիքով Ռիո 2016-ում Հայաստանը կնվաճի 3 մեդալ՝ ոսկի, արծաթ եւ բրոնզ։ Սակայն օլիմպիական տարվա հայկական հաջողությունները կարող են շտկումներ մտցնել կանխատեսումներում։ Հայկական սպորտում 2016-ը խոստանում է մեդալային առումով լինել ամենաբերին։ Տարին օլիմպիականն է, մեր օլիմպիական հավաքականն էլ նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի ուժեղ է։ Մարզական 2015-ը ավարտվեց ըմբիշների հաղթանակով, էստաֆետը փոխանցվեց ծանրորդներին եւ բռնցքամարտիկներին, որոնք այս տարվա սկզբին գրանցեցին աննախադեպ հաջողություններ։ Դրանք բնականաբար հույսեր ծնեցին վստահություն մեր մարզիկների ուժերի նկատմամբ։ Օլիմպիական ոսկու հետևից այս տարի Բրազիլիայի մեկնում նաև մարմնամարզության Հայաստանի հավաքականը։ Մեր մարմնամարզիկների համար նախորդ օլիմպիական խաղերը եղել են փորձաշրջան, իսկ այս տարի մեդալներ կունենանք հաստատ։ Ամբողջ աշխարհին հայտնի Ալբերտ Ազարյանից եւ Հրանտ Շահինյանից հետո մարմնամարզության հայկական ձայնը աշխարհին լսելի դարձնելու համար Բրազիլիայի օլիմպիական խաղեր են մեկնում երիտասարդներ, որոնք կարճ ժամանակում հասցրել են ձևավորել օլիմպիական ստարտափ։ Արթուր Ջոնսն երկրորդ մարզը եղավ գնաց։ Յուրաքանչյուր օր մարզումները սկսվում են նույն ժամին, առանց ուշացման։ Դա օգնում է մարմինն ու մկանները պահել ճիշտ կենսառիթմի մեջ։ Ոտքերը գետնից կտրելուց առաջ մարմնամարզիկները համակ ուշադրությամբ լսում են ցուցումներն ու խորհուրդները, տաքացնում մկանները։ Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիրն առաջինն ապահովել է Հարություն Մերդինյանը։ 31-ամյա մարզիկի համար Ռիո 2016-ն առաջին օլիմպիականն է։ Մրցաշարը հաշվետու է, սխալվելու իրավունք չկա։ Որպեսզի վարժությունը կատարի մաքուր, առանց խոտանի, Մերդինյանը սկսում է ամենակարևորից։ Ես օրինակ շատ չեմ հուսում, որ լրիվ սպիտակ լինի, ուղղակի որ խոնավ չլինի, հա, ձեռքերս, որ այո։ Մերդինյանը նժույգ թափեր վարժության վարպետ է։ Ջուկի վրա ճիշտ ճոճվելու համար նա բրոնզ է նվաճել աշխարհի 1 ու Եվրոպայի 2 առաջնություններում։ Իսկ նժույգ թափերի վրա նրա տրիումֆը Քաթարում կայացած աշխարհի գավաթում էր, որտեղ հավասարը չուներ։ Եթե դու պարապում ես կամ ուզում ես հասնել ինչ-որ արդյունքի, շատ բաներից պետքա կտրվես, հա, առօրյա կյանքում։ Օղակների վրա Վահագ Դավթյանն է։ Աշխարհի գավաթի խաղարկությունում նա նվաճեց արծաթե մեդալ։ Ռիո 2016-ի ուղեգիր չունի, բայց պատրաստվում է առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Այսպիսի մկաններ ունենալու մասին երազում է գրեթե յուրաքանչյուր տղամարդ։ Գրի Առեկ Բաղադրատոմսը, քրտնաջան մարզումներ, պարտաճանաչություն, հարգանք սեփական ընտրության նկատմամբ։ Վահագ Դավթյան մարմնամարզությամբ զբաղվում է 22 տարի, քաշը 62 կիլոգրամ, հասակը 1 մետր 70 սանտիմետր, ձեռքերի մկանների լայնությունը 40 սանտիմետր, մարզվում է շաբաթը 6 անգամ, օրը 3 ժամ, քնում է կեսգիշերին, արթնանում 8-ին, ուտում է օրը 3 անգամ, առանց սննդի տեսակի սահմանափակման։ 4-5 կամ ամենաուշը ասենք 6 տարեկանից պետքա սկզբնական ավելի շատ ճկունություն, առաջին հերթին, հետո ուժ, իսկ մնացածն արդեն պարապելու տարիների ընթացքում իր մնացած ընդունակությունները մարզիչի կողմից ավելի ակնհայտ, ավելի իհայտ են էլի դառնում։ Խոստանում եմ ձեռք բերեմ օլիմպիական ուղեգիրը։ Խոստումը կար, հիմա կա նաև ուղեգիրը։ Օղակների վարժության մեր մյուս ներկայացուցիչի համար մարզական 2016-ը մեկնարկեց շատ կարևոր մարտահրավերով։ Արթուր Դավթյանը Ռիոյում մասնակցեց թեստ իվենթին եւ վաստակեց օլիմպիական խաղերի ուղեգիր։ Մյուս օլիմպիական խաղերը, որ արդեն գնանք, իմ համար մի քիչ ավելի հեշտ կլինի, որ օդը շնչած կլինեմ։ Մարմնամարզության նոր սերնդին մարզելու գլխավոր բեռը Հակոբ Սերոփյանի ուսերին է, բայց մարզիչների ու մարզիկների հաղթանակների ճանապարհին մի կարևոր խոչընդոտ կա։ Մարզագույքը հին է, մաշված ու վտանգավոր։ Մենք իրավունք չունենք գնալ ռիսկի, մի հատ ընկնել, մարմնամարզության մեջ ցանկացած տար սովորելուց ընկնում են մի անգամ, երկու անգամ, շատ մինչև սովորում են։ Մարզագույքի հնամաշությունն ու պակասը խանգարում է նաև մարզաձևում սերնդափոխությանը։ Ամբողջ աշխարհով 3 տարի մեկ գործիքները փոխում են։
Այնպես որ մեր արդեն մոտ մի 10 տարի այդ գործիքները փոխված չէ։ Մեկ այլ խնդիր է մարզադպրոցի սակավությունը։ Արդյունքները մի քանի անգամ ավելի բարձր կլինեին, եթե մարզադպրոցները երկուսից շատ լինեին։ Բոլոր ծնողները ուզում են որ մարմնամարզությամբ զբաղվեն իրենց երեխաները։ Բերում են բոլորը կամպյուտերի առաջ նստած, բոլորը կերած խմած երեխաներ, թմբլիկ, լավ, չընդունես չի լինի, բայց ընդունում ես դրան դու ազդրավից են պարապունք ես նշանակում։ Կոմունիստների ժամանակ մենք ունեինք 233 մարզադպրոց։ Հիմա մենք ունենք Երևանում ունենք Հրանչայանյան, Ալբերտ Ազարյան։ Ոնց կարելի է այդպես զարգացնել մարմնամարզությունը։ Այս գործիքները վաղուց ապրել են իրենց դարը։ Դրանք ժամանակակից չեն, կոշտ են ու դժվար կառավարելի։ Մարմնամարզության արդիական գործիքների մեկ կոմպլեկտն արժե $100,000։ Ֆեդերացիայի բյուջեն 21 միլիոն դրամ է, որը հազիվ բավականացնում է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ մեկնելուն ու 1-2 մարզական հավաք անցկացնելուն։ Այդպես, նոր մարզագույք գնելու ցանկությունը մնում է անկատար։ Հարից հաց քամելու ֆրազը տեղին է նաեւ մարմնամարզիկների դեպքում։ Մեր մարզիկները մաշված մարզագույքից մեծ աշխատասիրությամբ քամում են մեդալներ։ Պետք է մարմնամարզությամբ զբաղվեն։ Մարմնամարզության Հայաստանի հավաքականը քառամյակի գլխավոր մարզական ստուգատեսի համար ապահովել է 3 ուղեգիր։ Ռիոկը մեկնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը եւ Հուրրի Գեբեշյանը։ Մեր օլիմպիական հավաքականն արդեն ունի 21 ուղեգիր, եւս մեկը կհաստատվի առաջիկա օրերին։ Օլիմպիական ստարտափը գրեթե պատրաստ է, իսկ ստարտը ուղիղ 95 օրից։ Հենց այդքան է մնացել օլիմպիական խաղերի մեկնարկին։ Գրիգոր Ավետիսյան, Ավետավյան, Նարեկ Գալստյան, Բանաձև։